Տիկին Թոմասյան, ես կարող եմ ձեզ օրինակ ֆրանսերենով հարց տամ կամ անգլերենով հիմա։ Անգլերենով կամ չէ ֆրանսերենով եմ ուզում։ Մոտավորապես այն ուղղության վրա եք։ Արդյոք Հայաստանի Հանրապետության պատգամավորը պարտավոր է հասկանալ օտարաբանություններ։ Երկրորդ հարց։ Եվ կարող օրինակ օտարաբանությունը հանգեցնի տարանկալմանը։ Հաջորդ հարցը, որը ես ուզում եմ ուղղեմ, տեսեք, հումորային էլեմենտ եմ ուզում ասեմ, դուք սատանաներին հավատում եք, թե չէ, որովհետև մի դեպքում ասում Սատանաներին Նիկոլ Փաշինյանն է հավատում եւ հրանգում աղացային բռնել սատանաներին։ Ես չեմ հավատում։ Սատանաների պարագայում, Տիկին Թոմասյան, ես տեղ եմ դեռ։ Հիմա տեսեք, մենք ըստ էության փորձում ենք հնարավորինս հաշվի առնելով ամեն ինչ ինչ որ կար, ձևավորենք մի իրավիճակ, երբ ըստ էության անձը ավելի արդյունավետ իրավական պաշտպանության միջոցների չի դիմել, մենք իր փոխարեն փորձում ենք իր իրավունքները պաշտպանենք։ Բայց հաջորդ հարցը, որը շատ ավելի կարևոր է, տեսեք, պատճառներից մեկը, որ մենք չենք ստեղծում էթիկայի հանձնաժողով, ad hoc էթիկայի հանձնաժողով, դա այն է, որ մենք որպես ասենց ասեմ, ոչ ժողովրդավարական ճակերտավոր կամ ճակերտները հանեք ոնց կուզեք իշխանություն չենք համարում նորմալ, որ էթիկայի հանձնաժողովում գործի այն նույն պարիզետը, որը առկա է հանձնաժողովների ձևավորման հարցում, եւ ընդդիմությունը միշտ ունենա փոքրամասնություն, իշխանությունը ձայների մեծամասնություն։ Հիմա դուք համարում եք ընդունելի ձեր համար, որպեսզի ձևավորվի հանձնաժողով, որտեղ ընդդիմությունը ունենալու է փոքրամասնություն, իշխանությունը մեծամասնություն։ Եվ ես շատ կուզենայի հաշվի առնելով այս քննարկումները, որպեսզի դուք ձեր դիրքորոշումը արտահայտեիք մշտապես գործող էթիկայի հանձնաժողովի ձևավորման հարցում։ Շնորհակալություն։ Ես համարում եմ, որ այո, կարող է հիմա ձևավորվել էթիկայի հանձնաժողով, քննելու Անդրանիկ Քոչարյանի անթույլատրելի վարքը եւ խախտումները ազգային ժողովի պատգամավորի գործունեության եւ երաշխիքների մասին օրենքի եւ տալու եզրակացություն, որպիսի նման դեպքերը եւ նախադեպերը չկրկնվեն։ Ես կարծում եմ, որ այո, այն ինչ որ քննարկում եք ապագայում, որ պիտի ձևավորվի, դա բացարձակ առնչություն չունի այսօրվա գործողությունների եւ գործընթացի հետ։